Ծերովկության Տեր-ջան, պատիվ և ուրախություն է այսօր ներկա գտնվել այսպիսի մի փոքրիկ հանդիսության, որը նվիրված է մեր շատ հայտնի ժամանակին, շատ հայտնի հայրենիքի ձայն, այն ժամանակ երկշաբաթաթերթ էր, ոչ ամսաթերթ, երկշաբաթաթերթ էր, և պատիվ ուրախություն է նաև ներկա լինել, լսել ձեր խոսքը պարոն Ափինյան, նաև մեր այս երիտասարդ ստեղծագործողին ցնծում է հոգիս, երբ լսում և տեսնում եմ, որ ստեղծագործող երիտասարդներ ունենք հոգևոր մշակութային կյանքում։ Մի փոքր անձնական տեղեկություններ պիտի հաղորդեմ, ներող կլինի դրա համար։ Իմ ծնողները ծնվել են Սասունում, հայրս և մայրս, և հայրս երբ 7 տարեկան է դառնում, իմ պապը, հայրիկիս հայրը սրտնեղվում է, ասում է արդեն զավակս 7 տարեկան է, հայոց դպրոց չկա, հայոց եկեղեցի չկա, քահանա չկա, այդ չեմ ուզում լքել իմ հայրենիքը։ Մեկ անգամ այցելում է Սիրիա Կամիշլի, ամբողջ Կամիշլում խոսում են, մեկը մյուսին լուր է հաղորդում, որ Սասունից եկել է Գաբրիելը, կարմիր սոլերով, շալե շապիկով, Սասունցու քոլոզով, իրենք արդեն եվրոպական են հագած, իրենց համար այլևս ընդունելի չէ։ Պտտվում է մի քանի օր, վերադառնում է, չէ, ասում է, իմ հայրենիքից քաղցր չկա, չեմ լքել։ Բայց քանի որ երեխան արդեն դպրոց, գնահայկական դպրոց չկա, ստիպված վերցնում է հանուն երեխայի ապագային, իր ընտանիքը վերցնում են 30-րդ թվին, իրենք մազապուրծ են եղել մեծ եղելից և տեղափոխվում են Կամիշլի։ Հայրս ընդամենը 2 տարի էր դպրոց գնացել, ծնողներից դպրոց են, շուտ էին մահացել ծնողները, բայց անչափ հայրենասեր էր և այդ հայրենասիրությունը սերմանել էր մեր մեջ, իր 11 զավակների մեջ, մեր 11 երեխաներ։ 66 թվին հայրենադարձվել են, հայրենիքի ձայն թերթի տվարությունից մեր տարի անց, բայց Սիրիայում ամեն օր հայրիկս աշխատանքից վերադառնալ պիտի միացներ Երևանի ռադիոն, Երևանն է խոսում, դեռ օրորոցից մենք լսում էինք, քնից արտանում էինք Թաթուլ Ալթունյանի երգերն էինք լսում, պարերն էինք լսում, հայրենիքի ձայնը արդեն 66 թվականից հայրս եկավ և այսպես փաթաթված լավ ձեզ համար թերթեր են վերել հայրենիքի ձայն, Սովետական Հայաստան ամսագիր, դա էլ էր չես, որ կա անշուշտ այլ թերթեր հետևեն, որ դպրոց գնացին, բաժանորդագրվում էին հավաքակ, գրական թերթ, պիոներ կանչես, պայքի համապատասխան, բայց մեր ընտանիքի ամենասիրելի թերթը հայրենիքի ձայնն էր և Սովետական Հայաստան ամսագիրը, որովհետև այդ երկշաբաթաթերթում և ամսագրում մենք հիմնականում կարդում էինք հայրենասիրական թեմաներով, հոգևոր մշակութային թեմաներ էին և ոչ միայն Հայաստանի կյանքն էր ներկայացնում, այլև սփյուռքահայ բոլոր գաղթօջախների մասին ես տեղեկություններ էի կարդում և ոչ միայն ես, այլև իմ քույրերն ու եղբայրները, քանի որ խորհրդային դպրոցում հայոց պատմությունը շատ կծկտուն էր մեր մատուցում, ես վիրավորվում եմ, երբ ասում եմ մեր մայրաքաղաք Մոսկվա, ասում եմ մեր արաբերենի ուսուցիչը գալիս, ասում է դուք հայրենիք ունեք, մայրաքաղաք ունեք, ասում եմ ինչու են սրանք ասում Մոսկվա, ու ես տխրում էի, արդյունքներս խեղդում էի, լավ, այսքան չմանրամասնել, մի խոսքով չմանրամասնել, հայրենիքի ձայնի մասին ուրեմն այնքան տեղեկություններ էի քաղում, նույնիսկ այնտեղ հանդիպում էի նյութերին, որ գաղթօջախներում կան ոչ հայկական անուն ազգանունով վտավորականներ, նշանավոր մարդիկ, իշխաններ, որ զարգացրել են այդ երկրների մշակույթը, պատմությունը, զինվորական կյանքը, մի խոսքով ուրեմն ինչպես իմ պապն է գնահատել, արժևորել հայոց դպրոցը, դրա համար հանուն երեխայի կրթության է տեղափոխվել երկիր և հավատքը հանուն եկեղեցու, այդպես էլ մենք ենք դաստիարակվել, արժևորել դպրոցը, հայգիրը և հավատքն հայոց եկեղեցին և պատահական չէ, որ ես հետո հայտնվել եմ Մայրաթորում և 16 տարի աշխատել եմ որպես Մայրաթոր Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի Հրազդանի տարածաշրջանի պատասխանատու։ Իդեպ ասեմ, կրթօջախների հետ աշխատելով ես
այդ գիտելիքները, որը ստացել են հայրենիքի ձայն և սովետական Հայաստանի ուսագրերից, դրանք ինձ օգնել են, որ ես այդ իմ հայրենասիրական գիտելիքները փոխանցեմ մեր աշակերտներին, վերահսկում է հայոց եկեղեցու պատմություն առարկան։ Եվ երբ տեղեկացնում է այդ գիտելիքները ուսուցիչներին, բանասեր լինել, պատմել, որտեղից գիտես, այս հայրենիքի ձայն թերթի շնորհիվ էր, որ ես գիտեի, Սուսաննային խնդրենք, Տիկին Լենան նոր եկավ մեր, Տիկին Լենային այդ ժամանակվա կազմության մասին այսպես գունակեղ չէր, միայն տոնական համարներն էր կարմիր եւ երկու թերթից էր բաղկացած, բայց ամենավորակյալ թղթի վրա էր, ոչ գրական թերթը, ոչ ավանգարդը, ոչ սովետական Հայաստանը, Հիմա էլ ենք այդ ավանդույթը պահում, ինչպես տեսնում եք, շատ որակյալ թղթի վրա։ սպիտակ այն Պարոն հաստ Ափիյան, թղթը, կուզեմ ձեզ Տիկին